Պապիկ համար ուտելու բան ենք բերել։ Ախորժակ չունեմ, դուք կերեք։ Ունես, չուտել չկա։ Խոսեցիր ախորդ հետ։ Հա, գրիլյանում էլ խոսեցինք, հետո էլ երկար քայլեցինք իրար հետ ու պատմեցի ամեն ինչն ինչ որ խոսացել էի ավոյ հետ։ Էս ի՞նչ է, պապ։ Քրոջդ հարսանիքի հրավերն է։ Հարսանիքը վաղն է։ Ձեռն առնում արա։ Հանգստացի։ Սեղանը գցել եմ, գնում եմ իմ սենյակ։ Լեդ հիմարի նայի։ Հրավիրատոմ սա ուղարկում։ Չգիտեմ դավոջան։ Էլ ուղեղը չի աշխատում։ Էս ինչ է։ Քրոջդ հարսանիքի հրավիրատոմսն է։ Ձեռ առնում է տապուշը մեզ։ Մենակ չասես, որ մտքիդ կա գնալը։ Չէ, գիժեմ ինչ եմ գնում։ Դե տարջաղի թափի դավո։ Ով կմտածեր, որ մեր քրոջ հարսանիքին մենք ներկա չենք լինելու։ Ոչ մեկս էլ չենք մտածի։ Բայց հիմա էտա, ինչ անենք։ Դավ, աղբերական գնա քնի հանգստացի, հա։ Հետ էլ տար թափի։ Արդեն ներվային անում եմ։ Ներվայնանաս չներվայնանաս էտա։ Արի Մանոնի թեմայով ընդհանրապես չխոսենք էլի։ Ցավդ տանեմ դավը։ Մի մտածի այդքան ու ընդհանրապես մի ներվի։ Բոլորիցս շատ դու ես իրա համար արել։ Այնքան շատ, որ հերեր կան իրանց երեխեքի համար այդքան չեն անում։ Եկան, մի հատ հեռախոսդ տուր էլի։ Փաստորեն, այսօր ամուսնանում եմ։ Երեխես ամուսնանում է։ Այո։ Այսօր իմ կյանքի ամենակարևոր օրերից մեկն է։ Իսկ դուք ինձ մենակ եք թողնում։
Պապի, ինչի համար եք հետս սենց վարվում, ես ոչ մեկի թշնամին չեմ։ Ինչի պիտի հարսանիքիս ոչ մեկը չլինի կողքիս։ Մանուշակ։ Քջոք яра սաղից շուտենք հասել, թե Արսեն դրանք։ Հեսա կհասնեն։ Լիլիթ ջան, ուրեմն իրանք պիտի հասնեին ու մեզ սպասեն, ոչ թե հակառակը։ Հանգիստ աղբերս մի լավ հեսա կհասնեն։ Տանաշեն դու էլ նես դեմքով ես կանգնել, ոնց որ տանում ենք կարակենք։ Այ դե ես էլ եմ լարված։ Հա, հասկացանք լարված ես, բայց մի քիչ սիրուն լարվի էլի։ Գրիշ ներվերս մի կեր։ Ով է խոսա ներվ ուտելուց։ Երեքվանից չեմ կարողանում Լեոյի հետ կապի դուրս գալ։ Ինչի։ Չգիտեմ։ Ուզում եմ այդ աղվոյի պատերով խոսեմ, տեղից չեմ գտնում։ Ինչ աղել Լեա։ Ոչ մի բան, պապ։ Ոչ մի բանից տենց լարված ես։ Կարևոր օր է։ Լեա, ինչ ա եղել։ Պետքա որ հիմա խոսանք, պապ։ Հա, ինձ պետք է։ Ավոյի մասին է խոսքը։ Խոսենք։ Ավոյի մասին ինչի տենց հիշեցիր մի անգամից։ Դե Լեոյի հոպարն է։ Էլ ոնց կմոռանամ։ Ես լիքը բաներ եմ սկսում հասկանալ, բայց երևի հետո խոսենք։ Կյանք դե դեմքդ բաց էլի մի քիչ։ Չես հասկանում, ես հիմա Ամեն ինչ էլ շատ լավ հասկանում եմ։ ուղղակի չէի ուզում այսօրով մենակ լինեի։ Կյանքս դու մենակ չես, ես քո հետ եմ։ Հա, բայց ուզում էի հարազատներս էլ հետս լինեին։ Այնա ոնց որ ուզածը տնում է։ Լավ զարմանում եմ, ոնց մեր կյանքը սենց փոխվեց։ Ոնց կարար մեր քրոջ հարսանիքը լիներ ու մենք ներկա չգտնվեինք, սենց հանգիստ տեղ նստեինք։ Մենք հանգիստ չենք։ Բայց նենց էլ չի, որ ինչ-որ բան ենք անում, դավը։ Ստեղ նստած մենք մեզ մեջից ուտում ենք։ Ես դեռև ուրիշ ձև էի պատկերացնում Անանի հարսանիքը։ Ախր ամեն ինչ արեցինք, պահեցինք, փայփայեցինք։ Ինքն էլ առանց ոչ մի բան հաշվի առնելու գնաց նախիրի մեջից էշի ճակատը պաչեց։ Ես ավելի շատ պապեի մասին եմ մտածում։ Շատ ծանր է տանում։ Ու լծաներ չտանի։ Ոնց է մեծացրել Մանուշակին պապին։ Ու ոնց է այսօր Մանուշակը մեզ պատասխանում։ Իր կյանքի ամենակարևորագույն օրը մեզ սենց անտեսումը։ Որ իրան հարցնես ուրիշ բան կասի։ Հա, կասի հրավիրել էի չեկակ։ Բայց այդ հրավերք ուղարկելներ էր իմ համար վիրավորական։ Դավ, բայց ինչ ես մտածում։ Կարողա պապին ընդեղա գնացել։ Չգիտեմ, տանից որ դուրս եկավ, ինձ բան չասեց, բայց ինձ էլ է թվում, որ հարսանիքա գնացել։
Դե չէ, չեմ մտածում, որ հարսանիքին է գնացել մասնակցի։ Ուղղակի պապի երազանքն ա եղել միշտ մանանին հարսի շորով տեսնելը։ Երևի գնացա հեռվից նայում եմ։ Պապի այնքան ուրախ եմ, որ եկել ես։ Ճիշտ է, պապի ջան, շատ լավ ես արել, որ եկել ես։ Բա Լեոին կուրեն չեն գալու։ Էնպես չի, որ ես հարսանիք եմ եկել։ Իրանք էլ ինչ։ Բա ինչի համար ես եկել։ Եկել եմ քեզ վերջին անգամ զգուշացնել, որ մեծ սխալ ես թույլ տալիս։ Անասա եկել ես բախտներիս վրան քարկցես, էլի։ Գրիշ սուս։ Ինչ է սուս մանան։ Պապդ էս ազիզորով եկել է հարամի։ Ասեմ իմանաս, ճակատագրական սխալ ես թույլ տալիս։ Բայց ես գաղութ եմ, որ ես սխալ լինեմ, ու դու երջանիկ լինես։ Պապի հարսանիքս է։ Իսկ դու ինձ հիմա ոգևորելու փոխարեն կոտրում ես։ Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Իսկ ես կաղութ եմ դրա համար։ Պապի։ Հալավ ես հարսանիքի օրով ինչ պի պապու թոր դրամա եք բեմադրում։ Լեա, սպասի դու։ Ինչ մի ավտոյի մեջ ահվո-մավո էր խառնել իրար։ Երևի ճիշտ կլինի այդ հարցերը ես տամ, դուք պատասխանեք։ Որովհետև ես մինչև մա շոկի մեջ եմ փաստից, որ Ավոն Լեոյի հոպարն է։ Ու դուք բոլորդ այդ մասին իմացել եք ու ինձ չեք ասել։ Այդ ինչ մի կարևոր թեմա է, որ եղբորդ հարսանիքի օրը քննարկում ես։ Մենք էլ ենք վերջերս իմացել։ Հա, ունես չէ, որ մեր կյանքում այդ ինչ-որ բան է փոխել։ Իսկ իմ կյանքում կարող է մեծ բան փոխել։ Գուցե հենց այդ է պատճառը, որ թույլ չեք տալիս ես ու Լեոն միասին լինենք։ Հիմա քեզ թվում է ժամանակն է Ավոյի ու Լեոյի բարեկամական կապը քննարկելու, հա։ Ինչ վատ ժամանակ է, որ դու այսօր նույն Ավոյի եղբոր աղջկան ամուսնացնում ես տղայիդ հետ։ Քեզանից չի սպասում մամ։ Մտածեցինք կարևոր ինֆորմացիա չի, քեզ չծանրաբեռնեցինք։ Կարևոր չէր, հա։ Մամ, ինչ ես անում։ Հագուստդ եմ դասավորում տղես, հետո ինչ որ հիմնավոր չենք հաստատվելու ստեղ, մեկա պահարանը պետքա սիրուն դասավորած լինի։ Դե դեռ բարձ չի։ Ինչը։ Մեր ստեղ մնալու չափը։ Մի հատ հլը նորից։ Մտածում եմ Հայաստանում հաստատվելու մասին։ Գիտեի, որ որոշումս դժգոհությանը տա արժանանալու։ Որոշումս։ Այսինքն դու արդեն որոշել ես, իսկ ինձ ասում ես մտածում եմ, հա։ Ապրես տղա ջան, շատ սիրուն, շատ հաճելի անակնկալ արեցիր։ Մամ, կլինի նեղանալու փոխարեն, եթե ինչ-որ խնդիր կա, քննարկենք միասին։ Ոչ քննարկել եմ ուզում, ոչ էլ վիճել։ Արանենց ոնց դու ես ուզում, ոնց սիրտդ ա ուզում։ Այնքան կուզեի վերջապես ազատվեիր քո վախերից։
ու ուղղակի ապրեիր իմ հետ։ Նենց ոնց առաջ էր։ Ես ոչ մի վախել չունեմ։ Դու ես քո համար ինչ-որ բաներ մտածում ու ըստ դրա ինձ հակառակ գործում։ Բայց ես էլ չեմ խառնվելու, ոչ վիճելու եմ, ոչ էլ իմ կարծիքն եմ ասելու։ Մամ, իմ համար միշտ էլ կարևոր է քո կարծիքը։ Ու մենք շատ միասնական ենք եղել, որ հիմա էլ իրարից անջատ լինենք կամ մտածենք առանձին ապրելու մասին։ Հա, բայց դու ես դանդաղ քայլերով բերում դրան, չէ՞։ Հեսա հագուստները ծիրուն մանրակրկիտ կդասավորեմ։ Հիմնավոր տեղափոխվելու ես տեղ չեմ մնալու արդեն։ Այս պապի դուր գնաց։ Երևի հուզվեց, գիտես չդիմացավ թագու պսակիտ։ Անան, կարող գնանք մի քիչ հանգստանաս։ Ինչից հանգստանալ, Լեա ջան, պսակվում ենք։ Գրիշ ջան, ուզված է չես տեսնում։ Ես լավ եմ։ Ինձ բան պետք չի։ Բարև ձեզ։ Աչքներս լույս լինեն։ Դեռ չեն ամուսնացել։ Բան ենք բաց թողել։ Չէի ասի։ Մենք բան ունենք խոսալու հորքուր։ Ինչ է եղել է։ Չեմ հասկանում, իմ այս հարսանիքը լնելու է, թե գնանք տներով։ Հա, բայց ով ասես չի լինելու է։ Դու ինչ ես տես կանգնել։ Մեզ տպավորությունա ոնց որ եկել ենք ամեն մեկս մի հատ մոմ վառանք, թողենք գնանք տուն։ Հունան ամեն ինչ կարքին է։ Ուղղակի մեր հարսիկը հուզվել է, որովհետև ընտանիքից ոչ ոք ներկա չի։ Ժողովուրդ մի րոպե էլի։ Ամեն ինչ կարքին է, մենք հեսա կմտնենք եկեղեցի, չէ՞։ Հոբարի կինն է ներկա։ Հա, Դավիթ ջան։ Պապի ուր ես։ Չդիմացա։ Չկարողացա չգնալ։ Գնացի։ Որ երեխան տեսնեմ հարսի շորեր։ Արկանում ես։ Չէ, դե սպասելի էր։ Ունեցա համոզված էին, որ գնացել ես իրան տենալու։ Ինքան սիրուն էր հարսիկի շորերով։ Բայց աչքերի մեջ փայլ չկար։ Այն փայլը, որ աղջիկներն ունենում են հարսանիքի ժամանակ։ Լավ, պապի, ուր ես հիմա, երբ ես տուն գալու։ Մի անհանգստացի տղա ջան։ Քիչ հետո տանը կլինեմ։ Հիմա ես ոնց եմ ապրելու։ Ախ, Աստված։ Ոնց որ մտածում էինք։ Գնացել եմ Անանին տենալու։ Դա խոսակցությունից արդեն հասկացա։ Բայց այդ իրան ինչ տվեց։ Մենակ ցավացրեց։ Որ գատում, այս թեմայով չխոսաս էտը Լեո։ Մեղ կա։ Չտանջվի ավել։ Նենցա որ կարանար իրան զսպեր ու չգնար հաստատ չէր գնա։ Բայց եթե գնացել է, ուրեմն դրա կարիքը ուներ։ Լավ, ես գնամ։ Ուր։ Գնամ գործի, ախպեր, տունը մնամ, ինչ անեմ, կգժվեմ ես մտքերից արդեն։ Դե որ տենց է, ես էլ եմ հեսա դուրս գալիս, մնամ տունը ինչ անեմ։ Ես չի իմ վիճակը տենց լավ է։ Ծնողի համար նախապայմաններ չկան։ Ծնողը չի երջանկանում, երբ զավակներն իրեն նվերներ ու ուշադրություն են պարգևում։ Ծնողի երջանկությունը զավակի երջանկության մեջ է։ Ես ամեն օր ու ամեն ժամ Աստծուց միայն սեր ու խաղաղություն, խելք ու բարիք եմ քեզ համար խնդրելու։ Իմ մանուշակ։
իմ թանկ աղջիկ։ Բարև ախպեր։ Բարև ախպեր։ Հրաշ չէ։ Լավ էլ հիշում ես։ Ոստի ախպեր։ Ինչ կա, լավ ես։ Ընտիր, որ ձերը առաջ է գնում։ Մենք է դրանց ոգևորում ենք։ Ուրախ եմ քո համար ախպեր։ Առաջիկայում ուժեղ բոյ ունեմ։ Շատ կուզեմ ընկերոջդ այդ բոյին տենամ։ Չնայած դու էլ կարաս կպնես։ Ես գործի մեջ չեմ տեսել։ Չէ, ես դեռ ցանկություն չունեմ նմանատիպ մարտերին մասնակցելու, բայց Լեոյին տեղյակ կպահեմ։ Երկաթը տակ-տակ են ծեծում, հիմա էլ զանգի, եթե հարմար աստո գա։ Սա Հունան Մակունցի որդու հարսանիքն է։ Դա շատ ռեսուրս պետք չէր ծախսել։ Մեկ այս ամուսնությունը երկար կյանք չի ունենալու։ Ուզում եմ հասկանամ որտեղ է սկսում քո խաղը ու որտեղ է ավարտվում։ Եկեղեցու բակում ընկնես, հիստերիկ նոպաները թողես։ Գրիշոյին քո պլաններին չխառնես։ Լսում ես։ Շնորհավորում եմ տղես։ Ապրես հեր ջան։ Հուսամ տղուսկի երջանկացնես։ Եթե ինքը կարողանա ինձ երջանկացնել, ապա երկուսս էլ երջանիկ կլինենք։ Ճիշտ դիտարկում էր։ Շնորհավորում եմ։ Ապրես մամ։ Երջանիկ եղեք։ Ապրես։ Քրիշ։ Ուրես։ Շնորհավորում։ Ապրես հավատամ։ Երջանիկ եղեք։ Շնորհավորում եմ։ Հուսամ մեր Պենթուխելար Գրիշը քո կողքին կդառնա հասուն ու խելոք տղամարդ։ Ես Գրիշին սիրում եմ նենց ոնց կա։ Այ, այս բնավորության համար էլ պաշտում եմ քնգաս էլի։ Շնորհավորում եմ։ Ապրես։ Երջանիկ եղեք։ Ոնց որ ջղայն ենք, հա։ Շնորհավորում եմ։ Մերսի Ազատ ջան։ Շնորհավորում եմ։ Հոգս մեռնեմ ջանիդ, սիրտդ լեն պահի սաղ լավ ալնելու։ Բայ Գրիշը։ Բա երբ ենք շարժվում։ Եթե մաղթանքներն այսքանն էին ու մենք ազատ ենք, կարանք գնանք, չէ՞։ Բարի Կարլոս Դավիթ ջան։ Արև ձեզ։ Ոնց եք։ Փառք Աստծո, լավ եմ Դավիթ ջան։ Լավ է նաև որ արդեն աշխատանքի ես եկել։ Թե եկել ես ասես որ էլ չէ ուզում աշխատես կամ ուրիշ աշխատանք ես գտել։ Բայց չէ, ինչ եք ասում։ Ես եմ շնորհակալ, որ աշխատանքը սպայեցիք։
Դե մեր օրերում լավ աշխատող գտնելը այդքան էլ հեշտ բան չի։ Դրա համար չէի ուզում քեզ կորցնել։ Այո, խնդիր չկա, վերադառնում եմ աշխատանքի, բայց եթե կարելի է առաջին 1 շաբաթը մի քանի ժամով աշխատեմ։ Հասկանում եմ, երևի դեռ քեզ լավ չես զգում, հա։ Չէ, ես լավ եմ։ Ուղղակի մտքերս հանգիստ չեն։ Իսկ լավ աշխատելու համար մարդ պետք է հոգեպես հանգիստ լինի։ Դու խնդիր չունես, ոնց քեզ հարմար է այդպես կազմակերպենք։ Շնորհակալ եմ լավ մոտեցման համար։ Համեցի։ Ո՞վ է գալի մեր հետ։ Ես աղջիկների հետ գնում։ Հա, կգնանք սրճարան։ Հա, վաղուց աղջիկներով չենք հավաքվել։ Հորքուր այնքան նեղացած եմ քեզանից։ Ինչի՞։ Դու չպետք է ինձնից թաքցնեիր, որ Ավոն Լեոյի հոպարն է։ Լեո։ Ախր վաղ թե ուշ իմանալու էի։ Այսօր պատմական օր է։ Սարգսյանն ու Մակունցը միավորվեցին երկրորդ անգամ։ Ու սա իրան դառնալու հետևանքներն է ունենալու։ Իմ դեպքն ուրիշ էր։ Էռնան ու ես ժառանգներ չտվեցինք։ Իսկ սրանք տալու են ժառանգներ։ Ու հետո Արունը թափվելու։ Շատ Արուն։ Ես խնդիր չեմ տենում հրաչ, էլի կմասնակցեմ։ Շատերին է դուր եկել քո կպնելու տեխնիկան, անենց որ ստավկիքը մեծացել են։ Բայց այս անգամ ես եմ իմ գինը ասելու։ Իրավունք ունես։ 1,5 միլիոն։ Պարուկ եմ։ Կամ քիչ երկար մտածեիր։ Արդեն ամեն ինչ մտածված է։ 1,5 միլիոն ու ես դες ուսախապ չեմ անի։ Ես չէի պատկերացնում, որ դու կհամաձայնես Ավոյի եղբոր աղջկա ու Գրիշոյի ամուսնությանը։ Վերջերս Հունանի քայլերը ոչ ոք չի կարողանում կանխատեսել։ Կանխատեսելու ինչ կա։ Մարդիկ սիրում են, մենք էլ իրենց սիրուն ընդառաջ ենք գնում։ Ինչպես քո դեպքում Էռնա ջան։ Բա ինչի չթողեցիր, որ Լեան էլ երջանիկ լինի։ Իսկ ավելի հաճելի թեմա չկա։ Իմ սիրտը շատ է ցավում Լեայի համար։ Դե որ քո սիրտը ցավում է, պատկերացնում ես մեր սիրտը ինչքան է ցավում, Էռնա։ Ասում եմ, Հունանը անկանխատեսելի է դարձել։ Ինը շատ չես խոսում։ Լավ, մենակ իմ պատճառով մի վիճեք։ Ավոյից ինչ կա Էռնա։ Քեզ էլ չի անհանգստացնում։ Քուրս բան պետք է լինի կզանգես։ Սիրելի ապերիկը հոգատանում սիրելի քույրիկի մասին։ Շատ սրտաճմլիկ տեսարան է, շատ, ոնց են հոգ տանում է։ Երեխեք, կարող է շամպայն պատվիրենք, Գրիշի, Մանանի պսակադրության արագությունը գոնե մենք նշենք։ Հելեն ինչ էլ հավես ունես կատակ անելու։ Ես կատակ չեմ անում, ուղղակի չէի պատկերացնում, որ Գրիշս սենց հարսանիք պետք է ունենա։ Գրիշին էտել ա շատ։ Կներես Լեա։ Ասելուց հետո այլում ա պետք ներողությունը Նարե ջան։ Ես հասկանում եմ։ Նարեի ու Գրիշի հարաբերությունները շատ լարված են։ Գրիշի Դավիթի վրա կրակելուց հետո։ Հա Լեա, չեմ թաքցնի, որ էդ տենց է։ Ու ես հարսանիքին մենակ քո խաթր եմ եկել։
Իբր եկար էլի, որովհետև մինչև եկար հասար արդեն ավարտվել էր արարողությունը։ Ամեն ինչ անում եմ, որ տրամադրությունդ բարձրանա, բայց մեկա թթված նստել ես, Լեա։ Որովհետև մտքերով Լեոյի հետ եմ։ Ինքն էլ քո հետ է։ Ալո։ Շատ զբաղված ես, հա ոնց որ ինձ չես հիշում։ Մտքերով քո հետ էի։ Ուղղակի վախենում էի զանգեի։ Ինչի վախենում էիր, ինչ անեի։ Ոնց ես։ Քո նման հարսանիքի մեջ չեմ։ Լեո հարսանիք չի եղել, ընդամենը պսակադրվել են։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ուզում եմ տեստվենք։ Թե կասես պապա չի թողնում, պապան ջնջել է այն ամեն ինչը, ինչա կատարվել է մեր մեջ։ Լեո, մի հատ մի բորբոքվի, ասա ուր գամ։ Հեսա կգնա Լեոն դրամատրությունը կբարձրացնի։ Մեկի քրոջ հարսանիքն է, մյուսի աղբոր։ Լավ կանցնի։ Լավ։ Լեա ջան, ոչ մի բան մի ասա, մենք ամեն ինչ հասկացանք։ Մենք կգնանք, դու էլ գնա Լեոյի հետ հանդիպման։ Вообще գիտես, չէ՞, կյանք հարսանիքին ասես մունդար դեմքով չի լինում։ Դե հա, ուղղակի ես սենց հարսանիքի մասին չէի երազում։ Ուրիշ վաղ դու էիր համեստ հարսանիք ասելով ֆռում։ Հիմա կազմակերպել ենք հարսանիքը, ինչի՞ց ես դժգոհ։ Հա, համեստ, բայց ոչ այսքան։ Ու բացի համեստը նաև արհամարական ու անշուք։ Ախ, սկսվավ էլի։ Ինչ է։ Ամուսնական կյանքը։ Բայց ընդհանրապես արժեր հələ չպսակված իրար չսկսենք ուտել, գիտես։ Դե ուղղակի ես ընթացքում պիտի հասկացած լինեիր, որ ես չեմ սիրում վիրավորանքները կուլ տալ։ Որ կարողանամ հանգստանալ ու շարունակել նորմալ ապրել, պիտի խոսամ արտահայտվեմ։ Արտահայտվի կյանք ով է բան ասում, բայց այսօրով չէ։ Ասում եմ, կարող է սենց անկապ հարսանիքի պատճառն իմ անձներ։ Լսի, այդ իմ տնեցիքին ակնարկելու տեղը մի հատ քո տնեցիքից խոսա առաջինը։ Հարսանիքի տորովսկի չեն հարգել, չեն եկել։ Դե մերոնց բացակայությունն արդարացված էր։ Մանան աղբորպես էլ մի խոսարի ներվերս խախտի դարձան։ Լսի, պիտի խոսամ, որովհետև ես ինձ ոտնահարված եմ զգում անկեղծ ասած։ Ինչ ասեմ, խոսա, ինչքան ուզում ես խոսա։ Ու միշտ հիշի, որ մեր վատ հարաբերությունների հիմքը դրվեց ձերոնց կողմից։ Դուրս գնեմ տնից։ Հենց հիմա դուրս։ Ես քո փոխարեն կլռեի։ Թե չէ ինչ։ Կխեղտես։ Հայտես։ Տես, որ դու ինձ լավ չես ճանաչում, դու ինձ էլի թերագնահատում ես։ Այդ մեկն արդեն արել ենք։ Անհետաքրքիր կլինի։ Հիմա նոր մոտեցում է պետք։ Եթե հանկարծ փորձես ինձ վնասել, հունանը քեզ ողջ չի թողնի։ Դեռ մի հատ չայ դիր։ Չայ խմենք, որոշենք ով սաղ, ով մեռած։
անքուն աչքով, կոտրված սրտով, դողացող ձեռքերով պահեցի, մեծացրի, որ այսօր վիրավոր թռչնակի պես թռչես գնաս, առանց հետ նայելով։ Ասացիր, որ աշխատանքի ես, ինչի՞ս են շուտ ավարտեցիր։ Որովհետև ուզում էի քեզ տնայի դրա համար շուտ դուրս եկա։ Տխուր ես։ Դե այսօրով ոնց տխուր չլինեմ, Նարե։ Գնացել էիր Արսանիկ։ Երջանիկ էր։ Դով նենց հարց ես տալիս, դրա պատասխանը մենակ ինքը կիմանա։ Կորցրինք մեր քրոջը։ Հա ինչի ես տենց ասում։ Դե բայլ ինչ ասեմ։ Ոնց մեջիցս հանեմ այս ցավը։ Ասենք պատկերացրու քուրս ամուսնանում է, մենք իրա կողքը չենք։ Հա բայց դուք եք չէ տենց ուզել։ Բայց ինչի համար ենք տենց ուզել։ Որովհետև ինքը ընտրել անեց մարդը, որ ուզեցել իր աղբերներին սպանի։ Մեր թշնամուն։ Դա ինքը սիրում է Գրիշային, դրա համար էլ այդ քայլին է գնացել։ Նարե, ես վստահ չեմ, որ սերը այս կյանքում տենց արժեք կարա ունենա։ Ես վստահ չեմ, որ ինքը սիրում է։ Ինքը ավելի շատ հարմարավետ կյանքն է սիրում։ Ու ամենավատը։ Ես վստահ չեմ, որ այդ Գրիշոն է մանանին սիրում։ Քեզ լավ տեղում չէ բերե կյանքս։ Հա, վատ չի։ Կարող է իջացնես։ Գոնես մի տեղից գող պետք է լինի, բայց դա չէ։ Մանա դու համբերությունս ես ստուգում, չեմ ժողում։